Փառք եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնացարերի։ Ես այսօր խոսելու եմ մի մարդուց, ում ծննդյան օրն է այսօր, մարդ, ով շատ լուրջ, շատ մեծ ավանդ ունի Հայաստանի բանակաշինության եւ առհասարակ մեր պետականության գործում։ Այդ մարդը շատ սակավախոս, քչախոս է եւ երբեք ինքը իր աշխատանքը չի ներկայացնում եւ լուր շարունակում է իր համար պայքարը պետության հիմքերի ամրապնդման համար, մինչև օրս։ Խոսքը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար եւ ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի մասին է։ Ձեր ծննդյան օրը շնորհավոր հրամանատար, պարոն Սեֆիլյան։ Եվ այսպես շատ կարճ ներկայացնեմ պարոն Սեֆիլյանի անցած ուղին, ես էլ ամբողջությամբ չեմ տիրապետում, բայց իմ իմացած չափով ուզում եմ մատուցել, որպեսզի մարդուն ճանաչեք եւ հասկանաք իր նպատակը որն է։ Եթե դուք հասկանաք մարդու հետագիծը, դուք արդեն նրա ապագայի համար կասկածներ չեք կարող ունենալ ձեր հոգու ներսում։ Ժիրայր Սեֆիլյանը 90-ականների սկզբին հենց դեռ պատերազմը արդեն մտել էր լուրջ փուլ, Հայաստանը արդեն անկախություն էր ձեռք բերում 91 թիվներ, Հայաստան է գալիս Ժիրայր Սեֆիլյանը, ով արդեն ուներ ռազմական գործողությունների փորձ եւ գիտելիքներ, որովհետեւ արաբական աշխարհում պատերազմների ժամանակ ինքը զենքը ձեռքին պաշտպանել էր հայկական թաղամասերը։ Եվ երբ ինքը մտնում է Հայաստան, այդ ժամանակ Հայաստանը նոր էր ձևավորվել որպես պետություն եւ չունենք բանակ, կամավորականներից հիմնված զորամասեր էին եւ չունենք ռազմական ուսումնական հաստատություններ, չկար ոչ Մոնտե Մելքոնյան ռազմական ուսումնարանը, ոչ Վազգեն Սարգսյան ակադեմիան, չունենք։ Բայց մարտի դաշտում հիմնականում կամավորներ էին։ Իսկ կամավորներին վարժեցնել, սովորեցնել, մարտադաշտում ճիշտ դիրքավորվելու, մարտական գործողություններ կատարելու, զենքի հետ վարվելու, հարձակվելու, պաշտպանվելու, հակահարված տալու, այս բոլոր process-ները պետք է կամավորին, ով շինական էր, մանկավարժ էր, հողագործ էր, պատմաբան էր, մարդկանց պետք է փոխանցվեր այս արվեստը, որպեսզի մարտի դաշտում նախ խուսափեինք ավելորդ զոհերից եւ չպարտվեինք։ Եվ այս ծանր աշխատանքը իր ուսերի վրա է վերցնում Ժիրայր Սեֆիլյանը։ Մոտ 1-1.5 տարի, պատկերացրեք 1.5 տարվա մեջ քանի 100 կամ քանի 1000 հայ կամավորական է կրթվել Ժիրայր Սեֆիլյանի ռազմական ուսուցումով եւ մտել մարտի դաշտ։ Պատկերացնում եք, ինքը եղել է պետության ռազմական ուսումնական հաստատությունը տվյալ պահին։ Եվ այս մասին ինքը երբեք հարցտակ չի բարձրաձայնի, չի խոսի, բայց ինքը կրթել, վարժեցրել է մեր կամավորականներին, դարձրել զինվոր, մարտական դաշտին տիրապետող մարդ, նոր հանձնել հայ գեներալներին, որպեսզի նրանք մարտի դաշտում հաջողություններ գրանցեն։ Սա շատ մեծ ներդրում է։ Եվ որից հետո ձևավորվել է Շուշիի առանձնակի գումարտակը եւ ինքը արդեն իր հերթին, երբ որ արդեն բանակը ձևավորվեց հիմնական, կարգավորվեց, ինքը նույնպես մտավ եւ մասնակցեց մարտական գործողությունների, գիտենք որ Շուշիի ազատագրմանը մասնակցել է։ Եվ պարոն Սեֆիլյանը պատերազմից հետո անցել է քաղաքական գործունեության։ Երբ որ եկավ այդ քարորյա պայմանավորված պատերազմը եւ շատ սկսվեց եւ արագ ավարտվեց, առաջինը պարոն Սեֆիլյանն էր, որ ասեց Արցախի ես ինչ հատվածում այսքան հեկտար տարածք Իլհամը վերցրել է, պետք է հետ բերել։ Եվ հիշում եք Սերժիկ Սարգսյանը Նիկոլի պես, Նիկոլն ասում էր ծնոց սարերը մեզ պետք չի, սա էլ ասեց դա անպետք հողեր են, դրա համար բանակը չենք տանի, չենք զոհեր չենք տավան։ Եվ Ժիրայր Սեֆիլյանը ասեց, որ կարիք չկա բանակին նեղություն տալու, ես որակոչ անեմ, հավաքվենք մենք գնանք Իլհամի ձեռից այդ փոքրիկ հաղթանակը խլենք, որովհետև մենք տեսանք, որ հետագայում այդ փոքրիկ հաղթանակը աճեց, դարձավ մեծ հաղթանակ 44 օրյայի ժամանակ։ Եվ պարոն Սեֆիլյանը զորակոչ հայտարարեց, հավաքվեցին մոտ 1500 մարդ, եւ ինքը ցուցակով այդ մասին խոսել են, պաշտպանության նախարարությանը դիմեց, որպեսզի հակուզենք տրամադրեն եւ մի դաշտ, որտեղ վարժվեն, նոր գնան Իլհամի ձեռքից այդ փոքրիկ հաղթանակը խլելու։ Տեսա, որ մարդը լուրջ է տրամադրված, իսկապես
կարող է Պուտինի պլանը, այսինքն Իլհամը իր երկրի ներսում խնդիրներ ուներ, այդ փոքրիկ հաղթանակը այնտեղ ինքը իրեն փրկում էր։ Իլհամին աջակցում էին Պուտինը եւ Հայաստանի պուտինականները։ Տեսան, որ մարդը լուրջ ուզում է Իլհամի ձեռքից խլել, բա Պուտինին ինչ պետք է ասեին, կալանավորեցին։ Մինչև սասնածռերը մտան գունդ եւ այդ պատմությունը արդեն գիտեք։ Եվ եկավ 44 օրյա պատերազմը եւ նորից մարդիկ հավաքվեցին Ժիրայր Սեֆիլյանի շուրջը, նորից 1000-ից ավել, մոտ 1500 մարդ։ Եվ Ժիրայր Սեֆիլյանը նորից դիմեց պաշտպանության նախարարությանը, այս անգամ արդեն Նիկոլն էր երկրի ղեկավարը, որպեսզի տրամադրեն մի դաշտ, որտեղ այս 1500 հոգուն պետք է ռազմական փորձ փոխանցվի, որ կամավորներ են, որ չտանենք ուղղակի մարտի դաշտում շատ կներեք մսացու դարձնենք։ Եվ սկսեցին ասել վաղը, մյուս օրը, մյուս օր, այսօր եկուց անելով 44 օր խաբելով մինչև նոյեմբերի 9-ը։ Հնարավորություն չտվեցին, որ Ժիրայր Սեֆիլյանը վարժեցնի մարդկանց եւ տանի մարտի դաշտ։ Եվ այսինքն իրենք գիտեն, չէ՞, Ժիրայր Սեֆիլյանն ով է եւ ինչ ունակությունների տեր է։ Եվ հիշենք այն հանրահայտ արտահայտությունը, որ Նիկոլն արել էր, երբ որ հանդիպման ժամանակ Վարժան Ավդիսյանը հարցրել էր ինչու եք ձգձգում Սասնացռերի ջոկատի, ջոկատ չէ, դա արդեն դա լուրջ քանակ է 1500 կարելի ասել արդեն կորպուս է։ Վարժեցումը եւ մարտադաշտ տանելը Նիկոլն ասել էր, որ մենք վախենում ենք դուք այնտեղ պատժիչ գործողություններ կանեք։ Դե բնականաբար մարտի դաշտում ում էս պատժելու կամ թշնամուն կամ դավաճանին։ Իսկ դրանք Նիկոլի գործընկերներն են եղել։ Եվ թշնամին, եւ դավաճանը։ Եվ այս անգամ արդեն իսկապես սրանց հաջողվեց խաբել Ժիրայր Սեֆիլյանին։ Իսկ հիմա պարոն Սեֆիլյանը արդեն գիտի ով է, ով ինչ է մտածում, եւ իր գերնպատակը մնացել է նույնը։ Եվ մենք պարոն Սեֆիլյանի հետ միասին հասնելու ենք Հայաստանի բացարձակ անկախացման եւ առաջին հանրապետության իրավահաջորդության ճանաչմանը։ Կրկին անգամ շնորհավորում եմ պարոն Սեֆիլյան ձեր ծննդյան օրը։ Մենք միասին հասնելու ենք մեր բոլորի նպատակին։ Station